Հարգելի քաղաքացիներ, սա կարևոր է, խնդրում եմ բոլորդ լսեք։ Հարգելի քաղաքացիներ, խոսում է ոստիկանությունը, սա կարևոր է, խնդրում եմ լսեք։ Հակառակ դեպքում օրենք չիմանալը որևէ մեկիդ այստեղ չի ազատում պատասխանատվություն։ Խնդրում եմ լսեք, սա յուրաքանչյուրիդ համար կարևոր է։ Լսեք։ Հարգելի համաքաղաքացիներ, խնդրում եմ 2 րոպե ուշադրություն։ Կրկնում եմ, Սանիտեկ կազմակերպության պատասխանատու աշխատակցի հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով Կենտրոն և Նորդ Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործի շրջանակներում քննիչի կողմից որոշում է կայացվել առգրավում կատարելու մասին։ Մասնավորապես առգրավման են ենթակա Սանիտեկ կազմակերպությանը պատկանող տվյալ պահին Բաղրամյան պողոտայում գտնվող մեր հարևանությամբ գտնվող աղբամանները։ Հարգելիներս, քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այժմ քննիչի կողմից ոստիկանության աշխատակիցների աջակցությամբ կիրականացվի առգրավման քննչական գործողությունը։ Ես խնդրում եմ, որպեսզի որևէ խոչընդոտում չլինի։ Ցանկացած խոչընդոտման ուղղված գործողություն կարժանանա իրավական գնահատականի։ Աշխատակցի անազգանունը կասեք։ Սանիտեկի։ Այո։ Արա Կարապետյան։ Արա Կարապետյան։ Հարգելիներս եւ մեկ հավելում, խնդրում եմ լռություն, մեկ հավելում։ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով առգրավման որոշումը, խնդրում եմ ուշադրություն, առգրավման որոշումը ենթակա է ծանոթացման այն անձին, ում մոտից պետք է կատարվի առգրավումը։ Եթե կա անձ, ով տվյալ պահին համարում է, որ այս աղբամանները պատկանում են իրեն կամ ինքը տիրապետող է հանդիսանում տվյալ պահին, խնդրում եմ մոտենալ եւ եթե կա առարկություն ներկայացնել առարկություն։ Ամեն դեպքում խնդրում եմ մոտենալ եւ ծանոթանալ որոշ ներողություն։ Ժողովուրդ ներողություն, եթե կա անձ ներողություն, ես բոլորիդ հետ եմ խոսում, եթե կա մարդ անհատական խոսենք։ Եթե կա, ժողովուրդ ջան, լսեք խնդրում եմ, եթե կա որևէ անհատ, ով համարում է, որ տվյալ պահին ինքը տիրապետող է եւ պետք է ծանոթանա այս որոշմանը, խնդրեմ կարող եք մոտենալ, ծանոթանալ, որից հետո մենք կսկսենք քննչական գործողությունը, խնդրեմ։ Ուրեմն ոստիկանությանը միակ առողջ 15,000 օրինակից բերում եք որոշումը, 15,000 օրինակից բերում եք այդ որոշումը, բաժանում եք բոլորս հատ ուզում եք ծանոթանալ, 15,000 օրինակից։ Հիմա ես որոշումը կտրամադրեմ ձեզ, դուք ծանոթացեք 15,000 օրինակից։